Շնորհակալություն, Արծվիկ Մինասյան, համեցեք։ Հարգելի հայրենակիցներ, քիչ առաջ ելույթը ընդամենը եւս մեկ անգամ հաստեց, որ իշխանությունը այնքան տագնապած է, որ խոսում է քաղաքական դաշտում, ընդդիմադիր դաշտում մեծ դերակատարություն ունեցող ուժի մասին, Հայաստան դաշինքի մասին, եւ խոսում է այսպես կոչված իբր հրահանգավորման մասին, ակնհայտ է, որ հրահանգներով շարժվողը դուք եք, մեծամասնությունն է, եւ շարժվում է մեկ անձի հրահանգով, եւ այն էլ բռնապետական մեծ հակումներ ունեցող անձի հրահանգով, եւ այսօրվա հենց նախագիծն էլ դրա վառ ապացույցներից մեկն է։ Նաև Տիկին Ջուլակյանին ուզում եմ անդրադառնալ ֆրակցիայի ելույթով, այդ ֆրակցիայի դիրքորոշումը կասեմ։ Տիկին Ջուլակյան, դուք կամայականորեն նորից մեկնաբանեցիք Վենետիկի եւ ԺՄԻԿ-ի մոտեցումները, ընդ որում ասեմ, որ սրանք նաև միջազգային Հայաստանի կողմից ընդունված միջազգային պարտավորությունների շրջանակում են։ Ձեր բերված օրինակը ընդամենը օրինակներից է, բայց ոչ ընտրական գործընթացի կարևորագույն տարերը ամբողջությամբ, որովհետև դիտորդների վերաբերյալ կարգավորումները համարվում են ընտրական օրենսդրության սկզբունքային կարգավորվող համակարգերից մեկը։ Բացի դա, քիչ առաջ տեղ ունեցավ նաև խորհրդի նիստ, որտեղ ակնհայտ դարձավ, որ մեծամասնությունը անկախ ամեն ինչից, առհամարելով բոլոր ժողովրդավարական նվազագույն կանոնները, իրավական նվազագույն պարտավորությունները, որոշել է ուժի զորով, այսպես ասած, այս նախաձեռնությունն առաջիկա ընդամենը մի քանի ամսից սպասվող ընտրություններում իրականացնել փոփոխություն։ Բովանդակության մեր ֆրակցիայի ելույթի մասին կանդրադառնում արդեն ֆրակցիայի ելույթում։ Կարճ ասած ռեժիմը խոճապի մեջ է, էլի։ Համեցեք, պարոն Եղոյան։ Ռեժիմի անունից կխոսի Արման Եղոյան, համեցեք։ Շնորհակալություն, նախ ես ուզում տեղյակ պահել մեր հայրենակիցներին, որ այս 4.5 տարվա մեջ այսօր մենք երևի թե 3-րդ կամ 4-րդ անգամն էր, որ խորհրդի նիստում տեսանք խորհրդի ընդդիմադիր անդամներին, այսինքն տեսանք ֆիզիկապես էլի, որտեղ սովորաբար չեն գալիս իրենք խորհրդի նիստերին, սա ուղղակի գիտություն եւ իրենց ընտրողներին եւ ընդհանրապես բոլոր ընտրողներին։ Երկրորդ, պարոն Մինասյան, դուք դիտորդական կազմակերպություն ունեք, դուք ներկայացնում եք դիտորդական կազմակերպություն, որևէ դիտորդական կազմակերպություն ձեզ ներկայացնում է, չէ, այս հարցի ճիշտ պատասխանը պիտի լինի չէ, բայց ինչ խնդիր կա։ Ինչ խնդիր կա, քննարկում ենք բովանդակային հարց, եկեք մի տարի առաջ, կես տարի առաջ ԺՄԻԳ-ը սենց ասեց, Վենետիկի հանձնաժողովը նենց ասեց, եթե փոփոխությունը վատն է, եկեք ասեք վատ փոփոխություն է։ Թե լավն է, ասեք լավ փոփոխություն է։ Դուք այստեղ, այսինքն, իսկ եթե դուք ունեք դիտորդական կազմակերպություն կամ այդպիսի ներկայացող քաղաքական հասարակական կազմակերպություն, որը մտնում է ընտրատեղամասերում եւ քաղաքական քարոզչություն անում կամ խանգարում է կամ այսօր տենց էլ ասեք։ Եթե չէ, դուք քաղաքական ուժ եք, դուք ինչ գործ ունեք դիտորդական կազմակերպության տեղը խոսակ կամ նրանց ձայնը այստեղ բարձրացնեք։ Այսքան եթե ունեք, տենց էլ ասեք։ Շնորհակալություն։ Խնդրեմ, պարոն Մինասյան, խմբակցության անունից ելույթ կունենա Արծվիկ Մինասյանը, համեցեք։ Իրանց խմբակցության անունից։ Տիկին, պարոն Եղոյան, ներողություն, այդ տրամաբանությամբ դուք էլ չպետք է խոսեք ստե դիտորդների մասին, հա, որովհետև դուք ինչ կապ ունեք, ուրեմն դիտորդները պետք է իրանց մասին խոսեն, վստահված անձինք իրանց մասին պետք է խոսեն, հա, մենակ։ Հարգելի հայրենակիցներ, քիչ առաջ տեղ ունեցավ խորհրդի նիստը, որտեղ մենք փորձեցինք կանխել այս հակաժողովրդավարական, հակաօրինական ընթացքը, չհաջողվեց, առաջարկություն ներկայացրեցինք նույնիսկ հետաձգելու, որպեսզի թե միջազգային ներկայացուցիչների ներգրավում, թե դիտորդական առաքելություն իրականացնող բոլոր կազմակերպությունների ներգրավման եւ նաեւ հանրային քննարկման միջոցով ունենանք օրենսդրական փոփոխության վերաբերյալ պատշաճ քննարկումներ եւ դրա հիման վրա նորմալ եզրակացություն, սակայն մերժում ստացանք եւ ոչ միայն մերժում, այլ 1 ժամի շրջանակներում մեծամասնությունը որոշել է, որ պետք է էսի անցկացնի։
Մենք անընդունելի ենք համարում նման վարքագիծը, սա հերթական փորձն է, ընտրական գործընթացները ամբողջությամբ իշխանության վերահսկողության տակ բերելու եւ ընտրակեղծիքները օրինականացնելուն միտված։ Այս ամենը ընդունելի չէ, մերժելի է, մենք նաեւ միջազգայինների ուշադրությունն ենք հրավիրում այս հարցի վերաբերյալ, տեղական դիտորդական կազմակերպությունների եւ հասարակական կազմակերպությունների ուշադրությունն ենք հրավիրում այս հարցի վերաբերյալ, մենք մտադիր չենք մասնակցել հարցի քննարկմանը եւ հետեւաբար Հայաստան խմբակցությունը չի մասնակցելու եւ հայտարարում է, որ սա հերթական, հակապետական, հակաժողովրդավարական, հակաօրինական ընթացքն է։ Չի կարող այս ազգային ժողովը այս կարճ ժամանակահատվածում նման վարքագծով իրականացնի այդ փոփոխությունը առանց, նորից եմ կրկնում, պատշաճ քննարկումների։ Հետևաբար մենք չենք մասնակցում այս քննարկմանը։ Շնորհակալություն։